Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ձեզ հետ է առողջ որոշումը, բաժանորդագրվեք 168-ի YouTube-յան և Facebook-յան ալիքներին և եղեք իրազեկ։ Այսօր շարունակելու եմ նախորդ շաբաթվա թեման, խոսքը վերաբերվում է բուժ աշխատողների աշխատավարձին։ Մի ամբողջ շաբաթ բազմաթիվ բուժաշխատողներ, բժիշկներ, բուժքույրեր, մայրապետեր նամակներ էին գրում, որ իրենց աշխատավարձը մի քանի անգամ իջել է։ Անգամ լավագույն վիրահատող բժիշկը բողոքում էր, որը որ արդեն մի քանի ամիս առաջ ունի հերթագրված հիվանդներ, որ այս ամիս 30%-ից ավել պակաս աշխատավարձ է ստացել։ Բուժքույրերի ցասումը եւ բողոքը ավելի սաստիկ էր, որովհետեւ Անահիտ Ավանեսյանի ելույթի ժամանակ տեսել էին մի հետաքրքիր, այսպես ասած, արտահայտություն, որտեղ ասել էր, որ բուժքույրերը եւ մայրապետերը հանդիսանում են թիմի անդամ, իսկ ով ասեց, որ պետք է մենակ բժիշկները ստանան ապահովագրական փաթեթից գումար, պետք է նաեւ ստանան բուժքույրերը եւ մայրապետերը, եւ այս հորդորով, սպասումով լցված բուժքույրերը սպասում էին, որ իրենց աշխատավարձը գոնե մի քիչ, գոնե մի քանի տոկոսով կբարձրանա, եւ նրանք հավատում էին, որ նախարարի խոսքը չի մնա օդում կախված, սակայն հերիք չի նրանք չստացան նախորդ ամսվա աշխատավարձը, չափ աշխատավարձ, այլ նաեւ ստացան բավականին քիչ։ Շատ բուժաշխատողներ խոսում էին, որ 2-ից 3 անգամ ցածր աշխատավարձներ են ստացել։ Մանկական օրթոպեդը նամակ է գրում, ասում է, պատկերացնում եք, ասում է, այնպիսի աշխատավարձ եմ ստացել, որ անհարմար եմ զգում անգամ արտահայտել դրա մասին։ Պարզվում է, մանկական օրթոպեդը, որը որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ամենապահանջված քիչ մասնագիտություններից է, ստացել է 13000 դրամ աշխատավարձ։ Եվ այս ամբողջ այս աղմուկի մեջ մենք տեսնում ենք առողջապահական ապահովագրական հիմնադրամի տնօրենի հարցազրույցը։ Ճիշտն ասած, հարցազրույցը անմիջապես արվեց այն միջոցառումից հետո, որը կազմակերպվել էր համաձայն բուժքույրերի աշխատավարձների ցածրության հետ կապված քննարկմանը, որը լուսաբանվեց հեռուստատեսության կողմից։ Դրանից անմիջապես հետո հաջորդ օրը Սամվել Խարազյանը տալիս է մի հարցազրույց եւ ասում է. ինձ համար, ասում է, շատ տարօրինակ է, որ բողոքում են ապահովագրական փոխհատուցվող գումարների քանակից։ Ասում է, այս ամեն ինչը մենք խոսացել էինք, քննարկել էինք ասոցիացիաների եւ խորհրդատուների նախարարի խորհրդատուների հետ եւ նրանց հետ որոշել ենք մեթոդաբանություն։ Առողջապահության նախարարության համար վերջերս դարել է աշխատավոճ։ Իրենց արածների մեջ պարտադիր ներգրավել մարդկանց, որպեսզի հետագայում ասեն, դե ձեր հետ քննարկել ենք, դե ձեր հետ խոսացել ենք։ Եվ դրա արդյունքում ասում է, որ եթե անգամ կան խնդիրներ, իհարկե շատ զարմացած, որ կան խնդիրներ, ասում է, ապա դա մենք քննարկել ենք, մենք խոսել ենք ասոցիացիաների հետ եւ խորհրդատուների հետ, սակայն իմ տեղեկատվությունների համաձայն խորհրդատուները եւս ստացել են շուրջ 30% ցածր աշխատավարձ, ավելին ասեմ, շատ խորհրդատուներ մտել են այն բժշկական կենտրոնի սեփականատիրոջ մոտ, որտեղ իրենք աշխատում են եւ հայտարարել են, որ այս պայմաններում իրենք չեն կարող աշխատել։ Եվ մենք այսօր ասում ենք, որ եթե կա սխալ, ապա դա խորհրդատուների եւ ասոցիացիաների սխալ առաջարկի արդյունք է։ Հաջորդը, երբ որ հարց են տալիս, ասում են, բուժաշխատողների աշխատավարձները ցածր են եղել եւ այլն, Խարազյան Սամվելն ասում է, ճիշտն ասած չեմ հասկանում, մենք վերցրել ենք երկու խոշոր բժշկական կենտրոնների, մի բժշկական կենտրոնն էլ մարզերից է եղել, ոչ մի բողոք, ոչ մի գանգատ չունենք։ Ճիշտն ասած զարմանում եմ, կամ այս մարդիկ ընդհանրապես չեն հետևում առողջապահական անցուդարձին, կամ ուղղակի իրանց համար հաջորդ աշխատելավոճը դարել է այն, հերքելով, բացառելով գնալ առաջ, այլ իրականություն ներկայացնել հանրությանը։ Եվ ասում է,
դե ասում է պետք է բժշկական կենտրոնները իրենց կառուցվածքային փոփոխություններ անեն, ասում է մինչև այսօր բժշկական կենտրոնները վճարովի ծառայությունների մեջ չեն ներառել բավականին ծախսեր, դեղորայքի ծախսը, հիվանդասենյակի ծախսը, մենք այդ հաշվարկն էլ ենք անել, ու Սամվել Խարազյանը երևի չի էլ նայում առողջապահության նախարարի, որը նաև հանդիսանում է հոգաբարձուների խորհրդի նախագահը, հարցազրույցներից մեկը, որտեղ առողջապահության նախարարին ասուլիսի ժամանակ, երբ որ հարց էին տալիս, ասում էին, տիկին նախարար, հիվանդը գնում է Էրեբունի բժշկական կենտրոն, կոնկրետ դեպքով լրագրողը հարցնում է, ասում է, գնում է Էրեբունի բժշկական կենտրոն, ասում են, անվճար պալատ չունենք, դուք պետքա լինեք վճարովի պալատում։ Իսկ Անահիտ Անվանեսյանը դրան զուգահեռ պատասխանում է, այո, ճոխության համար պետք է վճարել։ Հիվանդը, եթե չի ուզում վճարովի պալատում պարկել, ապա թող գնա ուրիշ հիվանդանոց կամ գնա սպասի մինչև որևէ տեղ երբևիցե կբացվեն այդ անվճար պալատի տեղը։ Եվ շատ հետաքրքիր մի արտահայտություն է անում ապահովագրական հիմնադրամի տնօրենը, ասում է. վիրաբուժներ ջան, դուք պետքա ռուտինից դուրս գաք։ Սամվել Խարազյանը բացատրում է, ասում է, ապենդիցիտ եւ խոլեցիստեկտոմիայով անելով ապենդեկտոմիա եւ խոլեցիստեկտոմիա դուք չեք կարող նորմալ ապահովագրության շրջանակներում աշխատավարձներ ստանալ։ Ասում է, դե բնական է, էլի, 15-16 ապենդեկտոմիա կամ խոլեցիստեկտոմիա արող վիրաբույժը բնականաբար պետք է ցածր ստանա։ Իսկ ասում է, եթե նորմալ վիրահատություններ արվի, բարդ վիրահատություններ, ապա ասում է, նա կստանա բավականին բարձր աշխատավարձ։ Հետո ասում է այդ աշխատավարձի չափը։ Դե ասում է, մի 700,000 դրամ միջինից բարձր կստանա։ Հիմա նայեք, ռուտինը, այսինքն վիրահատությունները, որոնք որ կյանքի համար եւս վտանգավորություն ունեն, գուցե տեխնիկապես արդեն սկսվել են ավելի արագ արվել եւ այլն, առողջապահության հիմնադրամի, համապարփակ հիմնադրամի տնօրենը համարում է ռուտին։ Ուրեմն առաջարկում եմ մի հատ ռուտին վիրահատությունների ցանկ սարքեք։ Ասեք, այս վիրահատությունների ցանկ է եւ թերագնահատելով այդ ամեն ինչը մի հատ էլ ասում է, դե այդ վիրահատությունները կարող են նորավարտ բանը վիրաբուժնել անի, հենց նոր կլինիկական արձինատուրան, պետք է լուրջ վիրահատությունների մասին մտածել։ Երևի պարոն Խարազյանը ստատիստիկան չի հանել, թվերը չի հանել, որ ամբողջ մարզային առողջապահությունը իրանց ասած ռուտինի վրա է նստած։ Եվ բարդ վիրահատությունները, այն ինչը որ պատկերացնում է բարդ, հա, այդ բարդ վիրահատությունների համար պետք են ավելի բարձր մակարդակի հագեցվածության հիվանդանոցներ, որոնք որ բացառապես մայրաքաղաքում են։ Այսինքն, սրանով ինչ է ուզում ասել հիմնադրամի տնօրենը, ուզում է ասել սիրելի վիրաբուժներ, հատկապես մարզային համակարգում վիրաբուժական բաժանմունքներում աշխատողներ, քանի որ դուք ռուտինից են կողմ չեք գնում, որովհետև ռուտինը շատ է, բարդ վիրահատություններն էլ ձեզ չեն հասնում, գալիս են համապատասխան բժշկական կենտրոնները, ապա դուք ստանալու եք այն աշխատավարձը, որը որ ստացել եք ձեր նախորդ աշխատավարձներից 30-40% պակաս։ Իսկ եթե ուզում եք ռուտինից դուրս գաք, ապա գրթվեք, գնացեք, սովորեք, վերապատրաստվեք։ Իսկ ով է անելու այդ վերապատրաստումները, ու միջոցների հաշվին է արվելու այդ վերապատրաստումները, դա արդեն ապահովագրական հիմնադրամի տնօրենի եւ հոգաբարձուների խորհրդի նախագահի խնդիրը չի։ Քանի ռուտինից դուրս չեք եկել, ապա դուք այդպես եք ստանալու։ Եվ այսօր առողջապահության նախարարությունը մի շատ տարօրինակ եւ վատ բան է անում։ Մենք տեսել էինք տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին բաժանում էին ինչ-որ խմբերի։ Սկզբից ասեցին, որ սևեր են ու սպիտակներ են,
հետո ասեցին կրթվածներ են ու անկիրթներ են, հետո ասեցին նախկիններ են, թե ներկաներ են, հետո մի օր էլ ասեցին հավատացյալներ են, թե անհավատներ են, հա, ովքեր որ չեն գնում այդ եկեղեցիական միջոցառումներին, վարչապետի կազմակերպված, նրանք ուրեմն իրենց չափորոշիչով հավատքի այդ խնդիր ունեն։ Հիմա էլ հասել են բժշկական հանրույթին, հիմա էլ ասում են հիվանդանոցներում ռուտին արող վիրաբույժներ եւ ռուտին չարող վիրաբույժներ, բարդ վիրահատություններ արողներ։ Հետաքրքիր մի բան էլ, ասում է լրագրողը հարցնում է, ասում է հիվանդանոցները, նեղ մասնագետի կոնսուլտացիաները կգնեն բարձր թվերի վրա, այսինքն դուք գնալու եք դուք փոխհատեցելու եք մինիմալ գումար, հա, ինչը որ հաստատված է, բայց քանի որ այդ կոնսուլտացիան օրինակ դուք փոխհատուցում եք 6000 դրամ, բայց հիվանդանոցում կոնսուլտացիաները դրված են 20000 դրամ, ապա միշտ հիվանդը գրպանից ծախսեր է անելու եւ պատասխան է ստամ, ասում է, չէ, դե հիվանդանոցը մի հատ պարտադիր պետքա 6000-անոց կոնսուլտացիա ապահովի, բայց եթե բժշկի ընտրության հարց է լինում եւ ուզում են տվյալ բժշկին, ապա պետքա համավճարանի, ինչ են անում, այսինքն կոլեկտիվի մեջ նաև ստեղծում են լավ եւ վատ բժիշկ հասկացությունները, այսինքն այն բժիշկը, որը որ ապահովագրական ուրեմն ապահովագրության շրջանակներում կանի կոնսուլտացիա, դա կլինի նենց բան բժիշկը, էլի, հերթական, այսպես իրանց ասելով, բայց դե եթե դա բաժնի վարիչն է, դա ինչ որ լիդեր է, դա ինչ որ իրեն գնահատող է, ապա դրա համար պետքա վճարի եւ արդեն կա երևույթը բազմաթիվ, որի մասին ես դեռ չեմ ուզում անվանական խոսել, բայց շատ շուտով դրա մասին կխոսեմ, հիվանդները հայտնվում են բժշկական կենտրոններում մի այսպիսի իրավիճակում, երբ որ մտնում են, ասում են, մեր բուժող բժիշկը տարիներ շարունակ եղել է այդ բժիշկը, եւ մենք խնդրում ենք իրեն մոտ կոնսուլտացիա կամ մենք եկել ենք իրեն մոտ կոնսուլտացիայի, որը որ ապահովագրական շրջանակներում պետք է սպասարկեք, որովհետև մենք վճարել ենք այդ ապահովագրությունը ստանալու համար, ընդունարանում կամ այդ ադմինիստրացիայում ստանում են հետևյալ պատասխանը, ասում են ձեր բժիշկը մեզ մոտ է աշխատում, բայց նա ապահովագրական հիվանդներին չի սպասարկում, ուստի կամ դուք պետք է փոխեք ձեր բժիշկը, կամ պետք է ձեր գրապանից անեք հավելյալ վճարումներ, իսկ այդ հավելյալ վճարումը մի խորհրդատվության համար երբեմն անցնում է 20000 դրամը, եւ այսպես մենք գնում ենք ապահովագրության։ Դրա ֆոնի վրա երբ որ բժիշկները աղմկեցին, շատերը ընդհանրապես աշխատավարձներ չէին ստացել մինչև ամսի 20-ը, որովհետև իրենք պոլիկլինիկաները չէին հասկանում ինչպես կատարեն այսպես ասած աշխատավարձի հաշվարկները, չէր տրվել գումար, առողջապահության նախարարության կայքում մենք տեսնում ենք մի այսպիսի հայտարարություն, որ սիրելի բուժաշխատողներ, հայցում ենք ձեր ըմբռնումը, որովհետև համակարգը նոր էր, մենք այսպիսի բաներ չէին կարել, այնպիսի բաներ չէին կարել եւ դրա հետ կապված կան ուշացումներ։ Եվ իրականում հայտնի ասացվածքն եմ հիշում, երբ որ ասում է կուշտը ինչ գիտի սովածի վիճակը, հա, հիմա ինչ էր ստացվում։ Այս հայտարարություն արողները, որոնք որ դեկտեմբերի վերջին ստացել էին 7 միլիոնից 7 միլիոնի հասնող պարգևավճարներ, ստացել են աշխատավարձներ եւ այլն, իրենք չեն պատկերացնում, որ այդ բուժքույրերը, վայրապետերը, բժիշկները ունեն խնդիրներ, որոնք որ ամիսից ամիս լուծվում են այդ աշխատավարձների շնորհիվ, բանկային պարտավորություններ, երեխայի ուսման հետ կապված պարտավորություններ եւ վերջի վերջո կենցաղային ապրելու պարտավորություն, ապրելու համար ծախսերի խնդիրներ։ Եվ այդ այսպես ասած հայտարարությունը այնպիսին էր, որ դե յոլա գնացեք, մինչև տեսնենք ինչ է լինում։ Եվ դրա հաջորդ օրը մենք տեսնում ենք առողջապահության նախարարին պատահական, խոսքս կրկնում եմ, պատահական
մտնում է դեղատուն։ Եվ գիտեք ինչն է տարօրինակ, մտնում է ոչ ավել ոչ պակաս Alpha Farm-ի դեղատունը։ Եվ այդ պատահական այցի ժամանակ Alpha Farm-ի գլխավոր տնօրեններից մեկը մենք տեսնում ենք, որ ասում է հետին պլանում։ Ու շատ հետաքրքիր մի այսպիսի հարցազրույց է լինում, դեղատան աշխատողը շատ գովում է, իմ ասած սինգապուրյան առողջապահություն, ասում է մի մարդ ունենք, եկավ 100,000-ի դեղ տարավ, միջինը 20,000-ից պակաս դեղ ռեցեպտ բերող չկա եւ այլն, բայց այս պահին շրջանառվում է, գուցեև արդեն հաստատել են մի նախագիծ, որը որ ասում է, որ պաթոլոգիայով մի հիվանդին տարվա մեջ տրվում է 36,500 դրամի դեղորայք։ Այսինքն, այն որ նախարարին պատմում են, որ 100,000-ից ավել դեղ է տանում, նախարարը պետք է մեծ հասկանա, որ ինքը իրավական ակտ է այնտեղ ստեղծել 36,500 դրամ ամբողջ տարվա համար։ Այս 100,000 դրամանոց դեղատոմսերը ո՞նց են հայտնվում դեղատանը։ Իհարկե հասկանալի է, որ սրանք հարցեր են, որը որ հանրությանը կերակրելու համար են, ցույց տալու, թե ինչքան մենք գեղեցիկ ենք մտնում այս ապահովագրական համակարգը, սակայն իրականում սա ունի բավականին լուրջ խնդիրներ եւ 1-2 ամիս հետո ոչ միայն հիվանդները չեն կարողանալու ստանալ իրենց հասանելիք դեղորայքը եւ բուժօգնությունը, այլ հայտնվելու են ընդհանրապես մի հատ առողջապահական կոլապսի մեջ։ Եվ դրան զուգահեռ երեք ենթադրում եմ, որ աղմուկի եւ բավականին մասնագիտական հանրույթի դիտարկումների արդյունքում առողջապահության նախարարը հանդիպում է մի ուրեմն խորհրդի հետ, ՀԿ-ի հետ, որտեղ որ հայաստանյան գլխավոր կազմակերպիչներն են, այսպես ասած, ընդգրկված։ Իդեպ ՀԿ-ն ես թողներեն ինձ իմ գոլեգաները այնտեղ ՀԿ-ում գտնվող, ՀԿ-ի անդամները, սակայն իմ մոտ տպավորություն է, որ մի հատ սեկտա է ստեղծվել, որովհետև իրականում այդ ՀԿ-ում պատահական մարդիկ կամ իրենց սրտով չլինող մարդիկ չկան, այսինքն վճարովի մասնավոր բժշկական այն կենտրոնների տնօրենները, որոնք որ ՀԿ-ի ստեղծող կազմակերպիչների սրտով, որի ղեկավարը առողջապահության նախարարության սրտի տնօրեն օնկոլոգիայի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ինստիտուտի տնօրենն է, այդ ֆիլտրը դրել են եւ չեն մտնում։ Օրինակ, մասնավոր բժշկական կենտրոնների տնօրեններից, որոնք որ ցանկանում են ընդգրկվել այդ հանրային աշխատանքին, նախ հասկանալ, երկրորդը առաջարկներ անել եւ այլն, չեն ընդգրկում այդ ՀԿ-ին, որովհետեւ այնտեղ պետք է դու մասնակցության, այսպես ասած, մասնակցությունը քո արդարացնես, օրինակ, գովես նախարարին, չքննադատես խնդիրները եւ այլն եւ այլն։ Մի խոսքով, այս հանդիպման ժամանակ առողջապահության նախարարը, իհարկե հանդիպումը փակ է եղել, ուղղակի մենք տեսնում ենք մի հատ երաշտական գովազդ, հա, այդ հանդիպումից, սակայն ըստ իմ տեղեկությունների առողջապահության նախարարը խոստովանել է, որ ապահովագրական փաթեթների գները շատ ցածր են, ինչի մասին խոսվում է արդեն ամիսներ, հա, շատ ցածր է եւ խնդրել է, որպեսզի ասոցիացիաները եւ տնօրենները եւ ընդհանրապես ովքեր կան այդտեղ ներկայացնեն նորից առաջարկներ, ինչպես վերակարգավորել այդ գնային քաղաքականությունը, որովհետեւ այդ գնային քաղաքականությամբ իրենք հասկանում են, որ եւ սև շուկան է ուրեմն գործելու եւ սև շրջանառությունն է գործելու առողջապահական համակարգում, ինչպես նաեւ լինելու են այլ կոռուպցիոն ռիսկեր։ Եվ վերջում ուզում եմ անդրադառնալ առողջապահության նախարարի վերջի հարցազրույցին, երբ որ հարց են տալիս, ասում են, որ ինչպես է ստացվել, որ դուք ընտրել եք հիմնադրամի տնօրեն
Սամվել Խարազյանին, որը մամուլում հայտնի է իր կոռուպցիոն սկանդալներով, Անահիտ Ավանեսյանը շատ տարօրինակ ձևի ասում է, որ իրեն մասնագիտական հանրույթի կարծիքը չի հետաքրքրում եւ շարունակում է թող մասնագիտական հանրույթը զբաղվի իր գործով։ Իրականում ուզում եմ ասել, որ տիկին նախարարին, որ մասնագիտական հանրույթը չի կարողանում զբաղվել իր գործով, որովհետեւ առողջապահության նախարարությունը, երբ որ իր գործով չի զբաղվում, ստիպված մասնագիտական հանրույթը սկսում է այդ առողջապահական բացերը վերցնել եւ սկսել այդ խնդիրների մասին խոսել մասնագիտական հանրույթը եւ իրականում եթե առողջապահության նախարարությունը առողջապահության նախարարի գլխավորությամբ զբաղվեր իր գործով, ապա մենք առողջապահական համակարգում չենք ունենա այն բոլոր խնդիրները, որ մենք ունենք, չենք ունենա մինչև հաջորդ ամսվա 20-ը չստացած բուժ աշխատողներ, չենք ունենա քաղաքացի, որին որ այս հիմնարկից այն հիմնարկ են ուղարկում եւ քաղաքացին չգիտի ինչպես ստանա իր հասանելիք բժշկական օգնությունը եւ ընդհանրապես այն բոլոր բացերը, որի մասին տարիներ շարունակ խոսում է մասնագիտական հանրույթը։ Իսկ եթե առողջապահության նախարարությունը նախարարի գլխավորությամբ, որոնք նորից եմ կրկնում, ստանում են աննախադեպ պարգևավճարներ, զբաղվեին իրենց գործով, մասնագիտական հանրույթը, որը որ բացառապես կատարում է հասարակական գործունեություն առանց աշխատավարձների եւ պարգևավճարների, կզբաղվեր իր գործով եւ ոչ թե կզբաղվեր առողջապահության նախարարության գործով եւ մասնագիտական հանրույթն է դարձել այն վստահելի, այսպես ասած, հենասյունը, որ քաղաքացիները այլևս չեն դիմում առողջապահության նախարարություն, քաղաքացիները որոշում են արդեն, որ պետք է բացառապես դիմել այն մարդկանց, որոնք որ պահում են առողջապահական մասնագիտական էթիկան եւ օբյեկտիվությունը։ Եվ ուզում եմ տեղեկացնել ձեզ, հարգելի հայրենակիցներ, որ երկուշաբթի օրը մենք մասնագիտական այսպես խորհրդակցությունների արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ ազգային ժողովի 3 խմբակցություններին եւ ազգային ժողովի նախագահին հանձնելու ենք նամակներ, որտեղ շատ մանրամասն խնդրելու ենք, որ վերանայեն այս համակարգը եւ լրացուցիչ լսումներ կազմակերպեն եւ փորձեն շտկել այն բոլոր խնդիրները, գուցեև մեծ մասը, որոնք որ այսօր թույլ չեն տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում առողջապահական ապահովագրությունը ծառայի իր գաղափարին։ Ուստի եւ նաեւ կոչ եմ անում լրատվական մեդիա դաշտին, որպեսզի եթե ունի հետաքրքրություն, ապա լուսաբանի։ Առողջ եղեք։ Ձեզ հետ է առողջ որոշումը։